Պարոն Միրզոյան, այս ֆորումը, որ կոչվում է կառուցելով խաղաղություն եւ համագործակցություններ, կարելի է ասել, որ համընկնում է նաեւ Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգի առնվազն այս փուլի խորագրի հետ, այսպես ասած։ Բայց խաղաղություն կառուցելը ոչ միայն ջանքեր է պահանջում արտաքին աշխարհի հետ հարաբերություններում, այլ նաեւ երկրի ներսում ներառականություն, համընդգրկուն ներառականություն է պահանջում։ Բայց դրա ճանապարհին որոշ խոչընդոտներ կապված են երաշխիքների շուրջ անորոշությունների հետ։ Հայաստանը ինչ երաշխիքներ ունի, որ խաղաղությունը, որ կառուցվում է երկուստեք, եթե ոչ հարատև, ապա առնվազն երկարատև ռազմավարական գործընթաց է լինելու, եւ երկրորդը այն խաղաղությունը, որ կառուցվում է, երկու կողմում էլ նույն որակի խաղաղությունը նկատի ունեն երկրները։ Բարև ձեզ, հուսով եմ բոլորը արդեն հասցրել են առավոտյան սուրճը խմել եւ պատրաստ են լուրջ քննարկման, բայց մինչեւ ձեր հարցին անդրադառնալ ուզում եմ նախ շնորհակալություն հայտնել կազմակերպիչներին եւ երկրորդ շնորհակալություն ինձ հրավիրելու համար, կարծում եմ, որ այսպիսի քննարկումները շատ պահանջված են, ես սովորաբար առիթ ունենում եմ այս թեմաներին նման ձևաչափերով անդրադառնալ հիմնականում Հայաստանից դուրս եւ նաեւ կարեւոր եմ համարում շատ այս խոսակցությունը Հայաստանի ներսում, թեև եւ վարչապետը եւ մյուս մեր գործընկերները շարունակաբար ունեն ուղիղ երկխոսություն քաղաքացիների փորձագիտական հանրույթի հետ։ Վերադառնալով ձեր հարցին, գիտեք, երևի խաղաղության գործընթացին վերաբերող առանցքային եւ ամենակննարկվող հարցերից մեկը բարձրացրեցիք երաշխիքները, որովհետեւ կհիշեք մինչ խաղաղության համաձայնագրի տեքստի հրապարակումը, մինչ Վաշինգտոնում ստորագրված դեկլարացիան, մինչ մյուս փաստաթղթերը, որոնք հաջողվել է օրինակ ադրբեջանական կողմի հետ համաձայնացնել, ստորագրել, վավերացնել, ինչպես օրինակ սահմանազատման գործընթացի դեպքում կանոնակարգը, որը ստորագրվեց, վավերացվեց, բոլոր փաստաթղթերի, բոլոր գործընթացների շուրջ կա մի հսկայական կոնսպիրոլոգիա, դավադրաբանական տարբեր վարկածներ, մանիպուլյացիաներ հաճախ միտումնավոր, որոնք կարող են որոշակի հոգեբանական հիմք ունենալ երկրի ներսում, կարող են նաև որոշակիորեն ուղղորդված լինել այլ աշխարհաքաղաքական կենտրոնների կողմից, խաթարելու խաղաղության գործընթացը։ Եվ ահա յուրաքանչյուր այդպիսի փաստաթղթի, յուրաքանչյուր այդպիսի գործընթացի դեպքում, երբ գործընթացը հասնում է որևէ հանգրվանի, փաստաթղթի դեպքում եւ փաստաթուղթը ստորագրվում եւ հանրայնացվում է, բոլոր այդ դավադրաբանական վարկածները հոդս են ցնդում, բնականաբար, որովհետեւ մարդիկ կարող են ուղղակի կարդալ ինչ որ ստորագրված է եւ հրապարակված է, եւ վերջում մնում է մի հարց. լավ, չկա այս սպառնալիքը, լավ, չկա այն վարկածը, բայց ինչ երաշխիք, որ այս ամեն ինչը կգործի։ Ես դրա համար եմ ասում, որ սա ամենակարևոր առանցքային հարցերից մեկն է, որովհետև մյուս դեպքերում, եթե հնարավոր է ուղղակի հրապարակել, հանրայնացնել այն, ինչի շուրջ պայմանավորություն է ձեռք բերվել եւ վախերը կարող են հոդս ցնդել կամ փարատվել մտահոգությունները, երաշխիքի հարցը իսկապես առարկայական պահանջված է եւ առարկայական քննարկում է պահանջում։ Հիմա իմ խորին համոզմամբ կա մի հստակ երաշխիք, շատ հստակ երաշխիք, եւ դա որևէ երրորդ երկրի մասնակցությունը չի, դա որևէ երրորդ երկրի կամ երկրների խմբի ստորագրությունը չի, դա ամենևին, եթե անցյալին անդրադառնանք կամ քննարկվող վարկածներին, ամենևին զանազան խաղապահները, առաքելությունները չեն։ Այդ երաշխիքը հետևյալն է. այն, ինչի շուրջ հնարավորություն է ստեղծվել ձեռք բերել պայմանավորվածություն, այն, ինչ համաձայնեցվել է եւ դեռ կհամաձայնացվի մնացած ուղղություններով, ձեռնտու է, շահավետ է եւ Հայաստանին, եւ Ադրբեջանին, եւ տարածաշրջանի մյուս երկրներին։ Այս փոխշահավետությունն է, որը կարծում եմ հարատևություն, երկարատև կյանք է հաղորդելու խաղաղության համաձայնագրին, որը կստորագրվի, հռչակագրին, որը երկրների ղեկավարների կողմից ստորագրվել է,
կանոնակարգին սահմանազատման, որը վավերացվել է մեր ազգային ժողովում, եւ մնացած բոլոր համաձայնություններին, որը վստահ եմ հնարավոր կլինի ձեռք բերել առաջիկայում։ Ոչ մի շահագրգռություն չի ունենալու Հայաստանը խախտել այդ պայմանագիրը կամ պայմանավորվածությունները, ոչ մի շահագրգռվածություն չի ունենալու իմ պատկերացմամբ Ադրբեջանը խախտել այդ պայմանավորվածությունները, ոչ մի շահագրգռվածություն չի ունենալու Թուրքիան խաթարել այդ գործընթացը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ եւ մնացած բոլոր երկրները եւս։ Այն հնարավորությունը, որը ստեղծվում է Հայաստանի համար, փոխկապակցվածությունը, վստահ եմ կանդրադառնանք հիմա ընթացքում նաեւ այդ հարցին, չգիտեմ, երկաթուղիներ, գազամուղեր, էլեկտրական հոսանքի գծեր եւ այլն, փոխկապակցվածություն, որը միայն Հայաստանին եւ Ադրբեջանին չի կապելու, չէ՞, բոլորս հասկանում ենք, կապելու է Եվրոպայից, Եվրոպական միությունից մինչև հեռավոր արևելք ընկած բոլոր երկրներին։ Սա է ուրեմն ձեր հարցի պատասխանը, փոխշահավետությունը։